Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 89-րդ թատերաշրջանը նախահոբելյանական էր։ Դերասանները հնարավորություն ունեցան հանդես գալու տարբեր կերպարներով։ Իմ ծաղկած դեղցենի, գիշատիչների խնջույքը, ժայռը, բազմաժանր էին բեմադրված ներկայացումները, մանկականից մինչև դասական։ Կապանի հանդիսատեսը շատ բազմաժանր հանդիսատես է, սիրում է թե կոմեդիաներ, թե դրամաներ, թե հատկապես երեխաներն են սիրում ներկայացումներ։ Ես այստեղ պիտի առանձնացնեմ, որ մանկական ներկայացումները իրենց դերը խաղում են քաղաքի կուլտուրայի ձևավորման հարցում։ Այս ներկայացումները կգնան ու կհավասարվեն 80-ականներին Հակոբ Ղազանչյանի բերմադրած Կապկազ թամաշային, 60-ականներին Նոդիայի բեմադրած Մխիթար Սպարապետին, Պեպո ներկայացմանը եւ այդ ներկայացումները պատմական ներկայացումներ են, այսպես ասած, մեր ողջ ընթացքի համար։ 89-րդ թատերաշրջանը հարավային մայրաքաղաք բերեց տարբեր թատրոնների ներկայացուցիչների, մարզկենտրոնում անցկացվեց Կապանի կամերային ներկայացումների փառատոնը։ Վստահ եմ, որ այդ փառատոնը պիտի լինի ամենամյա ու ինչ-որ մի շրջան պիտի ամբողջ Հայաստանի թատերական աշխարհը ապրի մեր քաղաքով։ Մեր քաղաքում եւ մեր քաղաքով, որովհետեւ կարծում եմ մենք արժանի ենք։ Մեր թատրոնն էլ արժանի, այս քաղաքն էլ արժանի։ Հույս ունեմ դա այդպես էլ կլինի։ Թատերական պատմության մեջ տարին առանձնացավ նաև Արտավազդ ամենամյա մրցանակաբաշխությամբ, որն անցկացվեց Սյունիքի սրտում։ Թատրոնը քայլում է ժամանակին համընթաց, ամեն անգամ ձգտում ներկայանալ նորովի, ասում է դերասան Արթուր Գաբրելյանը, օգտագործելով ժամանակակից հնարավորությունները փորձում են չձանձրացնել հանդիսատեսին։ Թատրոնն առաջացել է 2000 տարի առաջ, բայց այդ 2000 տարվա ընթացքում բազմաթիվ փոխակերպումների է ենթարկվել։ Այսօր էլ ամեն թատերաշրջանը թատրոնը փոխվում է։ Ոչ թե փոխվում է հանդիսատեսի ճաշակի թելադրանքով, այլ ոչ ժամանակի թելադրանքով։ Այսպիսի փոքր թատրոնները այսքան շատ ներկայացումներ չեն տալիս, այսքան շատ ներկայացումներ չեն խաղում, բայց մեր անձնակազմի աշխատասիրության շնորհիվ մենք կարողանում ենք տարեկան 4-5 ներկայացումներ բեմադրել եւ այդ ներկայացումները խաղալ, հաշվի առնելով թե մեր տեխնիկական սուղ պայմանները, թե մարդկային ռեսուրսների սղությունը։ Իսկ այս ընթացքում նոր ներկայացումների ակտիվ փորձերին զուգահեռ նաև վերանորոգման աշխատանքներ են տարվում։ Չեմ հիշում տենց որևէ թատրոն, որ վերանորոգվելու կարիք չունենա։ Մերը եւս բացառություն չի։ Բարբերաբար ինչ որ հատվածներ մենք մեր ուժերով որևէ բան անում ենք, փոխում ենք, հատակ լինի, առաստաղ լինի, պատ լինի, հիմա այս պահին հերթ հասել է դահլիճին։ Կատեսարան։ Մարզկենտրոնում նաև նկարահանվեց Գործ համար 13-ը, 4 մասից բաղկացած միստիկ ժանրի ֆիլմում խաղում են Երևանից ժամանած ու տեղացի դերասանները։ Այստեղ արհեստական բանականությունն է ազդում գործողությունների ընթացքի վրա։ Մեր թատրոնը հիմա երևի թե ամբողջությամբ պատրաստան նմանատիպ ցանկացած առաջարկի։ Այսինքն մենք ցանկացած նման պրոյեկտի հանգիստ կարող ենք մասնակցել եւ տեխնիկական առումով, եւ դերասանական առումով, եւ պրոդյուսերական առումով։ Այսինքն այդ խնդիրը մենք արդեն հաղթահարել ենք։ Այն ինչ որ մենք չգիտեինք, հիմա այդ էլ գիտենք։ Շատ մտերիմներ, որոնց որ մենք ավելի հակված էինք, որ մեզ կաջակցեն, մեզ մերժել են որոշ հարցերում։ 90-րդ թատերաշրջանը բացվելու է քաոս բեմադրությամբ։ Ռեժիսորը պիեսը հանդիսատեսի դատին կհանձնի նոր մոտեցումներով։ Սեպտեմբերի վերջին դրամայի ծանոթ կերպարները նոր երանգներով կներկայանան։ Ստեղծագործությունը ինքը արտի ստեղծագործությունն է ցանկացած ժամանակահատվածում ու Քրիստինե Սլոյանը ռեժիսորը շատ հետաքրքիր լուծումներ ա գտել ստեղծագործության համար։ Հանդիսատեսը չի տեսնի այն քաոսը, որը իրեն ծանոթ է
ֆիլմից կամ հեռուստասերիալից մենք ցույց ենք տալու այլ քաոս, մարմնավորելու է Միքայելին իր դրական եւ բացասական կողմերով։ Վերջին տարիներին բեմադրված մի քանի պիեսներ ըստ ոլորտի ներկայացուցիչների դեռ երկար կմնան թատրոնի պատմության մեջ եւ կհիշվեն տասնամյակներ շարունակ։